Բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, Նուր հեռուստատեսության ուղիղ եթերում մենք շարունակում ենք մեր աշխատանքը եւ իհարկե շարունակում ենք խոսել Արցախյան բարբառով։ Այսօր Արցախի մշակույթի մասին պիտի խոսենք, մանավանդ տաղավարում հյուրընկալել ենք մարդկանց, ովքեր տասնամյակներ շարունակ ապրելով Արցախում իրենց ներդրումն են ունեցել մշակութային կյանքի ակտիվ պահպանմանը, զարգացմանը եւ այսօր պատիվ ունենք խոսելու Արցախի մայր թատրոնի մասին, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի մասին, որը դեպ բոլորովին վերջերս մեկնարկել է վերակազմավորման այդ կարևոր ու պատասխանատու ճանապարհը եւ սիրով այսօր տաղավարում հյուրընկալել ենք գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանին ու Շողեր Սարգսյանին, բայց բարբառով ենք խոսելու ու հենց բարբառով մեր հյուրերին ասում ենք բարլույս ծս։ Շնորհակալություն հրավերը ընդունելի հետի եւ շատ ուրախ եմ ձեզ տեսնելու մեր տաղավարում, մանավանդ վեր շատ լավ նորություն ավիք եկալ, ոչ միայն վերակազմավորման այդ ընթացքի այդ գործի մասին ենք սոր խոսելու միասին, այլ նաեւ ընդամենը մի քանի օրից նոյեմբերի 12-ին մունք ծզնի հետ միասին հենիքն են Պատանի հանդիսատեսի թատրոնում եւ առաջնախաղը ու առաջին ներկայացումը այս ժամանակահատվածում դիտելու։ Իհարկե խոսենք հենց այդ ամեն ինչից։ Եվ այսպես սկսենք հենց այդ գաղափարի կյանքի կոչման այդ կարևոր կետից, ինչպես այդ նախաձեռնությունը այսօր արդեն իրականություն է։ Շատ լավ, բայց նախ շատ շնորհակալություն շուտես հանդիպման եւ այս առիթի համար։ Տեղափոխվել ենք մի տեսակ հիշողության գիրկը Արցախ, որ միշտ Արցախի թատրոնի հետ կապված առաջնախաղերի եւ առհասարակ միջոցառումների մասին միշտ լուսաբանալ Արցախի հանրայինը եւ քո հյուրդ ընկնել միշտ, որի համար շատ ուրախ եմ եւ այսօր այդ ավանդույթները շարունակվում են։ Այո, եւ շատ թվում է թե ինչ-որ գեղեցիկ պատահականություն կա այս ամեն ինչի մեջ։ Ցավոք մեր հանդիպումը չի կայանում նույն տեղում, բայց գաղափարը, որի համար այսօր Պիտի բարբառով խոսիմ եւ նաեւ շնորհակալություն այս առիթի համար, որ ցավոք սերտի հիմա միշտ չի լինում առիթ բարբառով խոսելի եւ այս առիթի համար։ Այո, այս գաղափարը արդեն ի ուրախություն բոլորիս կյանքի ակոչվալ եւ կյանքի ակոչվալ շատ լավ մարդկանց շնորհիվ ուրեմն Հայաստանի թատերական գործիչների միության եւ դիալոգ հասարակական կազմակերպության, իդեմս հենց ղեկավարների Յուրի Նավոյանի եւ Հակոբ Ղազանչյանի նրանց համագործակցության, նրանց աջակցության, նախաձեռնության շնորհիվ այսօր Հայաստանում մեր մայր հայրենիքում եւ մայրաքաղաք Երևանում դրվել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի վերակազմավորման հիմք։ Հատե տղան ավելի մանրամասն մունք սիրում ենք լիստի լող մանրամասն գիտանք բեն այսինքն այդ հիմքը վերտիրվել է ինքը ինչա իրենց ներկայացնում խումբը հավաքվել սկսվալ է գործունեությունը այդ ավելի մանրամասն հուվերքը նու արդեն ինքը որ հիմքն է դրվել խոսում է նրանից որ մենք առաջի քայլերն ենք բնականաբար անում հավաքվել է կորիզը այսպես 12-13 հոգանոց խումբը հավաքվել եւ ստեղծագործական խումբ, դեռևս միայն ստեղծագործական խումբ եւ հիմքադրվել գործնեության, ստեղծագործական գործնեության եւ մունք առաջիկայում պատրաստում ենք Երևանյան մեր գործնեության առաջնախաղին, որը տեղի է ունենալու նոյեմբերի 12-ին Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում եւ ինքը լինելու է Արցախի բարբառով ստեղծագործություն եւ դրա մասին կխոսենք։ Իհարկե շատ լավ կլիներ, որ կարողանայինք այսպես մեր կազմը ավելի ընդգրկուն, ավելի լայն, որպեսզի մեր ուրիշ գոլեգաներին եւս թե տեխնիկական, թե ստեղծագործական, բայց այս պահին դեռևս հասկանում եք երևի նաեւ ինչ է նշանակում պահել այդ ամեն ինչը եւ այդ ամեն ինչը հաշվի առնելով դեռևս
այսքանն ենք կարողանում որպես հիմք, բայց ես հույս ունեմ, որ ապագայում մեր գործերը այնքան լավանան, վերմուտ կրելու ենք ընդլայնվենք եւ ստեղծագործական կազմով, եւ ադմինիստրացիոն, եւ տեխնիկական, եւ լիարժեք թատրոնը իր գործունեությունը վերականգնելու է, որովհետեւ նաեւ գաղափարական տեսակետից սա շատ կարեւոր է, բացի նրանից, որ ինքը ստեղ բացարձակ չենք դիտում որպես սոցիալական ծրագիր, սա միայն գաղափարական հիմք ունի այս ամեն ինչը, որովհետեւ պահելով, ապրեցնելով այս ինստիտուտները ակամայից ապրում ենք մենք եւ ապրեցնում ենք մարդկանց, ովքեր ճակատագրի դառը հեգնանքով կորցրալում։ Ոստեղ մենակ ապրեցնելին զուգահեռ նաև գիտում մտածում էր Միխայել մարդկանց մոտ հույս է, այդ հույսը մարում չի, վերադարձի հույսը ու այդ սպասումի հույսը, իրանք ոչ միայն ամենակարևոր հույսը եւ այդ հույսը ապրեցնելն էլ է շատ կարևոր։ Այսինքն երբ որ այսօր Արցախցին տեսնում է, որ այստեղ շարունակում է գործունեություն ունենալ այն կառույցները, որտեղ ինքը սերտ կապված է ելել, այսինքն այն ինչ որ կապ ունի իր հետ, ինքը տեսնում է, որ այստեղ կյանքի է կոչվում, եւս հույսի մի չափաբաժին ավելանում է ապրելու, մնալու այստեղ ապրելու, այն հույսով, որ մի օր պետք է հետ վերադառնանք, դա շատ կարեւոր է։ Թատրոնի էջի նաև ձեր էջերի հայտարարություններից մենք նկատալ ենք, որ հիմնականում երիտասարդ դերասանների մասին է խոսքը կազմը եւ դրանից նաև տրամաբանորեն ենթադրում ենք, որ ստեղ շատ առաջնային նշանակություն ունի, որ մեր երիտասարդները հնարավորություն ունենան ինքնադրսևորման մայր Հայաստանում, ինչպես նաև իրանց մեջին ինչը որ նորը սկսալ, դա կոտրվել է, շարունակին պահելը, ուսոր խմբից մեր Շողեր Սարգսյանն տաղավարում մի հատ ուզում որպեսզի շողերներ իրան այդ պահը հիշի շողեր վեր օրինակ տայրել է առաջի զանգը կամ առաջի հրավերը վեր ստի ասած խաբարը երել էլ վեր թատրոնը սկսում է իր վերակազմավորման այդ ճանապարհով այքինամ ու վերակազմավորման հիմքն է տիրվում քզեդի դա ինչ նորություն է շատ սպասելի է այլ հունցս տուտա ընդունալ Մին պատար անհավատալի է դուսն ասած ու եթե անկեղծ ես երևի առաջին զանգը հիշում չում, որով հետո այդքան անհավատալի է ելել, դե ոնց ասանք հավաքվում եւ այլն, բայց շատ լավ եմ հիշում մեր հիմնական կազմի առաջին ժողովը պարոն Ղազանչյանի հետ, հետո պարոն Նավոյանի հետ ու հետտեղ մի տեսակետ իրականությունը վերհասստակյանքի է կոչվում իսկապես ու իսկապես մարդիկ կան վերպատասխանատվություն երկալել սա վերակազմավորելի հետո այդ պահին երևի հասկացան վեր սա իրոք իրականություն է ու տակզետի ինչա ու կյամ տրան վեր հիբում հասկացալ վեր սա այնա ինչով ես իսկականից ապրում ես օրերը Մուք միասին նկարահանման ընկելալ գովազդի հետի նախապատրաստվելիս ընկելալ գովազդային արշավին ներկայացման ու ծիծաղելիս ընկելալ շուլղ ընկելալ անելիս ինչ-որ կերպարների մեջ ընկելալ ու այդ պահին հասկացան վեր մի տեսակ բացարձակ երջանկության զգացողություն նորից վերադառնում վերը շատ շուտվանից զգացալ չում երևի Արցախից ես երբևիցե տանորից զգացած չում ելալ ու այդ պահին ստի մի քանի վայրկյան ելել տա բայց հասկացան վեր ես շումոս դու զբաղված ես քո սիրած գործավդ դու զբաղված ես գործավ վերը Արցախի հետ կապված ու ապրեցնում ու քեզետի կարևոր է ու տանում ես քո շատ սիրած մարդկանցն հետ ու գիտում ես վեր մարդկանց հետ իսանում ու մարդիկ են տասիրլական այդ պահին ստի մի պահ ոնում կացավ հասկացան վեր հասստա այնա ինչ լավ է վերստեղծված իրավիճակում դու այդ հնարավորությունը ունես ու ոչ միայն դու նաև ես վստահ եմ որ ամբողջ կազմն է այս մոտեցմամբ հալա մի պեն էլ ավիլ այդ ջերմությունը այդ սերը իրանց մեջին կա եւ այդ վերակազմավորման ընթացքը իրանից օզում տեսնամ բացի աշխատակիցների ընդգրկվելուց այլ ստեղծագործական մասով ոնց դուք պատկերացնում այսինքն վեր ամիսներ առաջ սկսվել այդ գործընթացը պատրաստվալը մեկ ներկայացման թատրոնը ինքը իրան խաղացանկա ունենական ընթացքում պահվելու է թե փորձում ենք պայմաններից ելնել ավելի, այսինքն մի հատ ներկայացում պատրաստենք պրեմիերա մի որոշ ժամանակ ներկայացենք, հետո հաջորդին անցկենանք, թե փորձելու եք նաև խաղացանկ։ Ես հիմա շատ գլոբալ մասշտաբային ու շատ ծանր բաներից եմ խոսում, բայց գիտում նաև ջինչել լավ ծզ, վեր Ոչ միայն ռուզային, այլ նաև անձնակազմին, վեր դուք գուջուր մտածող չկլի, դուք միշտ փորձում եք գլոբալ ու մասշտաբային մոտենալ ցանկացած հարցի։ Դու որպես թատրոնի մարդ հասկանում ես այդ բոլոր մասշտաբների, այդ ամբողջ մասշտաբը թատրոն պահելի եւ բարդությունը եւ դժվարությունները եւ տեխնիկական եւ ստեղծագործական եւ առհասարակ։ Բայց
միանշանակ թատրոնը գործնելու է խաղացանկային տրամաբանությամբ, այսինքն թատրոնը պետքա առաջկա ամիսների, տարիների ընթացքում ունենա հստակ խաղացանք։ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը պետքա երևանյան հանդիսատեսին, հայաստանյան հանդիսատեսին եւ իհարկե այստեղ ապրող մեր Արցախի հանդիսատեսի համար լինի հստակ թատրոն, որը ունի իր հստակ խաղացանկը, ընտրի որ ներկայացնի։ Նպատակը սա է իհարկե։ Մենք 3 ամիս առաջ ենք հիմքը դրել եւ օրեր հետո մենք մեր առաջին ներկայացումը հանձնում ենք եւ անմիջապես ներկայացումից օրեր հետո սկսվելու է հաջորդ ներկայացման, որը ի դեպ լինելու է Մուրացյանի Ռուզանը, պատմական դրաման, Արցախի հերոսական պատմության մի էջ, իհարկե անձնական այնտեղ անձնական պատմության միջոցով ներկայացնում է Արցախի փառահեղ պատմության մի շրջան եւ այլն։ Մուրացյանի Ռուզանը դե ինքը Ստեփանակերտի թատրոնի հետի դա նաև մոտ ճանապարհ ունի, որովհետև տարբեր ժամանակահատվածներում, տարբեր տարիներին ինքը միշտ բեմադրվելիս է ել, նաև այս նոր ներկայացումը նույնպես այնտեղ իրել է, այստեղ շարունակվում է։ Իսկ դե գործերի ընտրությունը ոնց է կատարում, ինչի հիմա իրա եք ընտրում այդ գործերը։ Աշոտ, քանի որ այս բանը շատ այսպես չեմ ուզում ասի մի անգամից, բայց շատ արագ է տեղի ունեցալ այս ամեն ինչը։ Այս համենայն դեպս վերջի փուլում, հա, այսպես արագ հավաքվենք, սկսենք եւ այլն, եւ մոտ մի ամսից ավել քննարկումներ այլ, ինչ այնինք, ինչով սկսենք, բայց ես միշտ ինձ ասեմ պետքա բարբառավ գործեն։ Այս առաջինը շատ սիմվոլիկ է նաև նրանով, որ ես ուզում եմ բարբառավ լինի եւ դրա հետ է հունցը եշալում ամենահարմար գործը եւ նաև այս գործը Արապաստի Պենկինին Արցախյան սիրո հեքիաթը մինչև 44 օրյա պատերազմը թատրոնում բեմադրված վերջին ներկայացումներ։ Մենք ոչ թե վերականգնել ենք ներկայացում, սա ուրիշ ներկայացում է, ուղղակի թեման պահելով Ալեքսանդր Մանասյանի Արցախյան սիրո հեքիաթն է։ Այստեղ մի քանի պատճառ կար, որ իմ խորին համոզմամբ, որում հետո ես իմ համոզմունքը հաստատվել է, կազմը, որը մի քանի տարի կտրված է եղել ստեղծագործելու հնարավորությունից բեմում եւ այս բոլոր դժվարությունները անցնելով, այս բոլոր հոգեբանական խնդիրների միջով անցնելով, ցավի, ծանրության, կորստի, մի խոսքով միանգամից բերել եւ մտցնել շատ պատասխանատու դերեր, շատ պատասխանատու այսպես դրամատուրգիա եւ այլն, մի տեսակ ճիշտ չէր լինի։ Ես նրան այսպես թերապիայի նման մի բան էր պետք, որ այդ դրա միջոցով մտնեին եւ բարբառը, այսինքն մենք այս ներկայացում մեր մասին է, մենք ենք այնտեղ եւ առանձնապես խաղալու, առանձնապես ծանր հոգեբանական այսպես դերեր կերտելու խնդիր չկա, հենց այդ է, մենք ենք մեր մասին, մեր առօրյայի, մեր պարզ կյանքի մասին գործա եւ փաստորեն ճիշտ էր, չենք սխալվել, ժողովուրդը շատ արագանի մտալ այս process-ի մեջ եւ մի տեսակ սա հնարավորություն ալել իրանց հետ ավելի այս ճանապարհով պատրաստվելի հաջորդ ավելի բարդ աշխատանքներին ամենակարևոր պատճառը սա է ելել եւ նաեւ մտածանվեր մեր ժողովուրդը շատ կարոտած այնան բեմից լսելու բարբառը այսօր ինչքան էլ հա տանը ամեն մեկը խոսում է բայց դա քիչ է այն ընդհանրական բարբառի այդ պահելու խնդիրը այսօր ինչքան էլ թվում է այս պահին դրա անհրաժեշտությունը գուցե չկա բայց կա մանավանդ եթե բեմից է հնչում եւ հանրության հասարակության առաջ է հնչում էլի կյանք դրան վեր դա եւս մեկ այդ հույսի քո ասած չափաբաժինը շատացնելու գործընթացին էլի դա այդ ամեն ինչը ազդում դե այդ Ալեքսանդր Մանասյանի այդ ստեղծագործությունը դա բոլոր սերունդների կողմից ամենասիրված ամենասպասված գործերից մեկն է եւ վստահում վեր ժողովրդի մոտ հետաքրքրությունը շատ իննական է իսկ դե օրինակ ռեժիսորը շողել ասում է վերմունք խնդիրը այսինքն հիմա ինքը մասնագիտական վերլուծություն էլ նաև անում վեր դերասանները բեմում այնն ինչը կան եւ մեր առօրյան մեր կենցաղնանական ներկայացված քու կերպարդ քզետի ոնց կարիս ներկայացնի շատս ներդաշնակ այդ կերպարինն հետ եւ քու ասելիքը բեմից հիմնականում ու առաջինը նոյեմբերի 12-ին վերնանական Ես մի քանի կերպարում խաղ, ինչ է խառը խաղում անում։ Բայց շատ սիրում Գոհարիկին, այդ իմ երևի հիմնական կերպարն է վերի հետ ասոցացնում։ Ինձ գյուղացի աղջիկա, վեր օգնում է իր ընկերուհուն Շուղուն, Լևոնին այդ հարաբերությունները դուզվե։ Դու քեզ ճարաս այդ կերպարի մեջ։ Հա, ես իրականում ինձ թվում է ես ինձ եմ խաղանում հիմնականում։ Մի քիչ ավելի փորձամ քաղաքի աղջկանից մի քիչ դուրս ինիմ ավելի այտենց ինչ-որ գյուղական կոլորիտը ոչ
այդպեսին տեն շատ մեծ տարբերություն չկա ինձ թվում է, բայց մի քիչ ավելի թեթևություն, անհոգություն բեր իմ կերպարին, դի շողերը պատարավերի դիլխորային գոհարիկի համեմատ, բայց մնացած կերպարներս եմ շատ սիրում, իրանք էպիզոդիկ են շատ, բայց շատ կարևոր են ինձ հետի։ Հիմնական ասելիքս էլ երևի բեմից ինականավեր ասելիք չունեմ, ոզում մարդիկ պրոստը կյան ու խանան։ Դա որովհետև իսկականից փորձերին վախտը շատ ենք ծիծաղում, շատ ենք համ ինքներս մեզ բացահայտում, համ վերհիշում, համ process-ը այնքան տուրակ է մեզ փորձերին ընդհանրապես, շատ թերապևտիկ է մեզ էդի ու հույս ունեմ վերհանդիսատեսները վերքա այդ տրամադրությամբ վարակվելու է ու լավ ազգալու վրան գոնե։ Որտեղ իրականում Աշոտ այդ հենց խնդիրը էդ է դրված, որպես ասելիք սովորաբար դիա չէ ներկայացումները ինչ որ մեսեջ պետք է լինի, այստեղ ասելիք բառը մենք մի քիչ այսպես հարաբերական է մեր մոտ, որովհետև մեր առաջնային խնդիրը մեր ժողովրդին, մեր հոգսաշատ ժողովրդին, մեր այսքան խնդիրների մեջ ապրող ժողովրդին ուղղակի հնարավորություն տալ, թեկուզ մեկ օր լիաթոք ծիծաղելու, ուրախանալու, հիշելու, կարոտելու, բայց ոչ թե ցավի միջոցով, այլ ուրախության։ Այսինքն այդ մի օրը ուղղակի հնարավորություն տանք լիարժեք ուրախանալ։ Մեր մեծ նպատակը դա է։ Շատ լավ եւ ընդհանուր ոնց է հասկանում թե ձեր խոսակցությունից այդտեղ այդ հաջողալիք նաեւ այն հարցում էր Ստեփանակերտում այդ ստեղծված ու կայացած ընտանիքի այդ կորիզը այդտեղ հաջողալ է եւ այդ ընտանիքը գաղափարը կա ձեր մեջին դուք դեղ նաեւ ընթացքում փորձերի դե օրինակ շողեր ասում զրույցներ ենք անում հիշում ենք եւ այլն նաեւ խոսում եք ձեր անցկացած ճանապարհի մասին թատրոնում ապրած ձեր տարիների մասին նաեւ հիմա ուզում անհատական ու առանձին վերջատ խորանանք Արցախում ապրած տարիներ մինչև առավոտ զրույցը քննական տա, ինչ պետք է պես շատ պետք է կոնկրետ հարցավ կոնկրետ պատասխան ակնկալ իմ ծզանից Արցախի Ստեփանակերտի մայր թատրոն, Արցախի մայր թատրոնը հինչել է Ռոզանին հետի եւ հինչել է Շողերին հետի։ Մի քիչ կոնկրետ պատասխանը շատ այս դեպքում դիժեր է Աշոտ, որովհետեւ ես օրինակ Արցախի մայր թատրոնը իմ կյանքումս ճակատագրական նշանակություն ա ունեցալ, որովհետև երբ որ խոխայ մլել, եշել եմ, այսինքն ինձ կոնկրետ իմ կյանքի վրա ազդեցությունը Արցախի մայր թատրոնի փուլային էլ եւ առաջի փուլը սկսվել է մանկությունից, ես շատ սիրել եմ թատրոնը միշտ ու երբ որ հյուրախաղերին եկա, իմ մանկությունից գյուղում անցա եւ երբ որ տարվա մեջ ամենասպասված օրերին էլ այս թատրոնը պիտի կա հյուրախաղերի եւ ես ուղղակի այսպես ըմբոշխնալում այդ ամեն ինչը ինձ իմ կյանքս փոխվելիս էր այդ ներկայացումներից հետո ես հասկանալիս ու լավ ես հասկանում չում խորությամբ դե ինչ է կատարվում բայց ես օզում իմ կյանքս այդպես ստացվի որ ես զբաղվում եմ այդ ամեն ինչով ու թեկուզ շատ կոճիր մլալ բայց այնպես ասում եմ չէ սենց մի տեսակ ինտուիցիա իլալա վեր ես հենց այս թատրոնում ես գործունեություն ունենամ հա ոչ թե ուղղակի թատրոնում այլ հենց այս թատրոնում գործունեություն ունենամ եւ տարիներ հետո երբ որ արդեն ընդունվում է թատրոնի ստուդիա Երբ որ մտալում այդ թատրոն շատ հետաքրքիր զգացողություն ալ ես միշտ ասում դա տարբեր է ցանկություն չի զգացողություն ալ ես գիտացան որ մի օր ես ղեկավարելու եմ այդ թատրոնը դա շատ այնպես չի վեր տա ինչ որ սենց ինչ որ ցանկ էլի եմ ասում զգացողություն ալ շատ տարօրինակ զգացողություն ալ ես խոխայ եմ լա բայց ես այդ զգացողությունը երբեք մոռանում չում ու այնպես է ստացվել որ հետո եկամ շարունակա կրթություն ստացա որ առաջարկը լալ միանգամից ղեկավարելու թատրոնը այսինքն առաջարկը հենց այդպեսին էլ որ եւ ես շատ երիտասարդ դեռ ուսանող ու դա շատ կյանքիս մեծագույն պատասխանատու որոշումն է Դա այդ վաղտի աշկի տարաճ կյամա կուճու Ռուզանին այդ մեջ զգացողությունները այդ փուլային այդ բանը հա այստեղ ամփոփվալա նրան որ ես արդեն այդ թատրոնում հասկացամ ինչքան պատասխանատվություն եմ կրում ու այդ թատրոնի հետ ես մծացալու փաստացի մայր թատրոնի հետ ես հասունացամ ես սվերալ Միրանանա շատ բեն որովհետև իրականում թվում է թե ես երբեմն հետում նայում հասկանում եմ այո ես պատրաստում եմ այդ ամեն ինչին բայց ես շատ երիտասարդ եմ նաև շատ բեների հետ բայց ու այդ թատրոնի հետ ես հասունացամ ես մծացալում ես շատ բեն եմ սվերալ ու այն ինչ որ ու հետո նաև ճակատագիրը այսօր նորից ինձ բերալա մի քանի տարի ընդհատվալա իմ կապը Արցախի թատրոնի հետ բայց միևնույնն է հուսափունչ եւ այստեղ Ոզում այդ բանը ասեմ, գուցե շատերի համար թվա դա ոչ այսպես ճշմարիտ եւ գիտուն որ այդ մարդիկ կան որ նաեւ այդպես են մտածում, բայց իմ կողմից հատուկ
շատ շահագրգիռ եւ ազնական այսպես իլել չի որպեսզի ես տա անիմ ես շատ օզալում որովհետեւ ցավ մլալապրես վերտասանվե շատ երբեմն մարդկանց կողմից կա շահադիտական մոտեցում այս ամեն ինչին վերակազմավորման հարցում նկատի ունեմ մինչեւ այս ամեն ինչը եւ բայց բացարձակ որևէ տեսակ ասամ եթե կյանքը պիրի ինձ դրան Ես պատրաստում վերցնեմ նորից այդ բեռը, որովհետև դա նաև լավ առումով եւ դրակային բացասական առումով բեռը։ Եվ հունց դեռ կյանքը ինքը ինձ բերալա նորից այդ թատրոնի եւ սա միայն ճակատագրական է ու այնպես որ մայր թատրոնը ինձ է իմ կյանքի կայացման ճանապարհին յուրան առանձին ուղղությունը ունելի։ Այո, շատ կարեւոր։ Հիմա նորից կյանքս մայր թատրոնի հետ է։ Շատ լավ, իսկ մեր շողերին հետի։ Ես էլ եմ հասցրալ տեսնամայր թատրոնի շենքը որպես հանդիսատես, ու շատ կուջիրում իլել, բայց հասցրալ եմ վերջի ներկայացումը վերտասալում Վրոցինոյի արկածներն այլել, բայց խոխայում էլ ու շատ չում լավ հիշում, բայց շատ լավ եմ հիշում։ Այդքան կուջիրու շողեր։ 2000 թիվ։ Ну, գուցե երևի հետո վերջին տարիներին ստացված չէ, հենց շենքում տեսնամ ներկայացումները, շատ տպավորվել իսում էլ վերտանել իսնել ինձ ու այդ պահին դերասանները վերբեմ խաղանել իսները, իրանք ինձ ու այս աշխարհից չնել այդ ֆարի, ասես գերբնական ինչ-որ արարածներն էր, գիտեմ ինչ տեղանն էր գալիս ու շատ ուզել իսում է իրանց նմանին, բայց իրականում երբևիցե մտածալ չում վեր հնարավորությունը ինականա հենց թատրոնի դերասան ինելի ու հիմա այդ երազանքը հենց այդ բեմում մայր շենքի բեմ խաղանելի մնացալ է ու ես կյանքի այս փուլը անցալում եմ որպես մի ժամանակահատված վերը ինձ հնարավորություն ատամ սվրելի աճելի ինձ իրա շատ գործնելի որպեսզի արժանանամ հետո մի օր նորից այդ շենքում ինելի ու արդեն որպես դերասան այդ շենքում ինելի ու երևի ինձ հետի մեր թատրոնը դա ինքնաճանաչման ու ինքնաարտահայտման ամենաապահով ու ամենագեղեցիկ հարթակն է վերկային։ Շատ լավ, ես ուզում նորից շնորհավորիմ այդ շատ կարևոր, շատ ոգևորիչ, շատ սպասված, շատ երջանիկ այս գործընթացի մասին վերիսկիզբը տիրվել է ընդամենը ամիսներ առաջ ու նաև շատ պատասխանատու մենք սոր խոսեցինք դրա մասին վերը դու գիտակցաբար կեցալ դրան, այդտեղ մենակ գեղարվեստական ղեկավարի կամ ռեժիսորի հարց չի, այլ նաև դերասանների մասնակցությունը նույնպես իհարկե իրենց մեջ մեծ պատասխանատվություն ունի եւ շատ ուրախ եմ վեր մենք արդեն հիբը օզինք ըստ հնարավորության, այսինքն խաղացանկի առաջիկայում անպայման գալով ենք Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոն եւ տեսնելու ենք մեր թատրոնը, մեր դերասաններին, մեր ստորագրությամբ ներկայացումներին վերետարիներ շարունակ մենք տեսանք Ստեփանակերտում։ Շնորհավորում եմ, ստի ինչ էսիմ գլխապտույտ վերելքներում ցանկանում եւ թող որ բոլոր նպատակները մեկ առ մեկ իրականություն դառնա ու այսինքն ծզետել հանդիպելու ենք արդեն նոյեմբերի 12-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում Արապաստի Պենկինի կամ Արցախյան սիրո հեքիաթ Ալեքսանդր Մանացյանի ներկայացումը կամ Արապաստի Հա Այս դեպքում այդպես Արդեն ներկայացումից հետո ես էլ եմ արդեն դուրս սովորական օգտագործելը իդեպ նաև առիթերից եկից պես չում թողում մի անգամից պայմանավորվում ենք հասստեղ այս տաղավարում վեր մենք շարունակելու ենք միասին համագործակցելը այսինքն այն պենա վեր ամեն անգամ առիթը կնձեռելու խոսելու եւ լուսաբանելու նաև թատրոնի գործունեությունը Շատ շնորհակալություն։ Ասեստի ժողովուրդ, մենք պիտի ամեն մինս փորձենք մս գտնենք այս նոր իրականության մեջ եւ ոնց մեր հյուրերն են ասում, այդ ինքնաճանաչման, մեր սեփական պրիզմայով անցկացնելի այդ process-ը պիտի երբեք կանգնվի, որովհետեւ հենց այդ ամեն ինչը մենք կանք եւ ինելու ենք։ Մեր ամենասիրած արտահայտությունը Բարլույս Հայաստան